Երաժշտությունը վաղուց դարձել է մեր կյանքի անբաժան մաս, ու բնական է, որ դրա մասին շատ պիտի խոսվի ամենատարբեր տեսանկյուններից, բայց երբեմն մենք մոռանում ենք, որ երգը ոչ միայն ճաշակի, ժամանցի կամ տրամադրության հարց է, այլև անվտանգային լրջագույն խնդիր։ Երգը դարձել է մեր արժե համակարգի ու ինքնության կարևոր մաս, հաճախ մատնելով, թե ինչ բովանդակության կրող ենք մենք իրականում։ Իզուր չէ, որ Կոմիտասն ասում էր ցանկացած ազգ կապրի այնքան, որքան կկարողանա ապրել իր երգը, հենց իր երգը։ Այսօր մենք լուսավոր առիթ ունենք առնչվելու մեր երգին, որն ազգային է առանց օտարաբանությունների ու որևէ ավելորդության։ Տալ լույս երգչախմբի կատարման առաջին երգը, որ ուզում եմ ներկայացնել, մի մեծ կամուրջ է՝ Ղևոնդից Ղևոնդ։ 5-րդ դարում Ղևոնդ երեցը քաջաբար ոգևորում էր Վարդանանց հզորներին, խաչը դուր դարձրած կարևոր դեր կատարելով Ավարայրի դաշտում։ Իսկ դարեր անց մեկ այլ Ղևոնդ Ալիշանը սիրահարված էր այդ սխրագործություններին։ Հնում ասում էին Amantis cantare est, սիրահարվածներին հատուկ է երգելը։ Ահա Ղևոնդ Ալիշանն էլ, թեև օտար ապերում, բայց այնքան էր սիրահարված, որ չերկել պարզապես չէր կարող։ Ու ծնվեց Ավարայրի բլբուլը, շատ ազդեցիկ, իսկ երբ նման ստեղծագործությունը երաժշտական մշակում է ստանում Մակար Եկմալյանի կողմից, մենք ունենում ենք մի երգ, որն անտարբեր թողնել պարզապես չի կարող։ Որս Վարդան ի վարդն տեսնու կարմրիկ։ Ինչ գեղեցիկ է, ասում է բլբուլը տեսնում է վարդը ու հիշում է Վարդանի մասին, բլբուլն է հիշում, բնությունն է փառաբանում Վարդանանց։ Պատմության մեջ կան էջեր, որոնց լռեցնել հնարավոր չէ, ով ուզում ես եղիր։ Ու կան նաև դավաճանություններ, որոնց մասին խոսես, չխոսես, ինչպես էլ մեկնաբանես, աներկբա են ու հիշվող։
Մեր ազգի մեջ հայոց պատմության ընթացքում դավաճանությունները շատ չեն եղել, մանավանդ այլ ազգերի հետ համեմատած, բայց մենք յուրահատուկ ու անվանական ենք հիշում դրանք։ Այո, մենք հիշում ենք մեր պատմությունը, Հայկից մինչև Վարդան, Ավարայրից մինչև Սարդարապատ, Ցեղասպանությունից մինչև Արցախ, Հաղթանակից մինչև մեր օրեր։ Ու միշտ էլ գտնվելու են բլբուլներ, որոնք երգելու են այդ մասին, ճիշտ շեշտադրումներով։ Այդպիսի մի բլբուլ էլ Սուրբ Ներսես Շնորհալին էր, որը գրեց Վարդանանց շարականը, անվանելով նրանց նորահրաշ պսակավորք։ Բայց արդյոք այսօր մենք նման ենք Վարդանանց։ Արդյոք այսօրվա հայը կապ ունի նրանց հետ։ Արի ու տես, որ պատմության հոլովույթներում մենք այնքան էլ չենք փոխվել։ Համենայն դեպս նախորդ դարում Վարդանանք վեպը հեղինակած Դերենիկ Ձեմիրճյանը հենց այսպես է բնութագրում հային։ Քննարկելի, բայց շատ այժմ էական։ Նա հարցնում էր. դուք արդյոք ինչ որ բան հասկանում եք հայից, որքան տարօրինակ, հանելուկային արարած ու որքան խաբուսիկ երևույթ։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Տարածքով գրեթե ամենափոքրը, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը, վիճակով ամենից ամփոփոխը, ամենից աննպաստն իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց նրանից, ու որքան անհույս է թվում հայի ապագան, հայը այդքան չի հուսահատվում։ Ասենք իր կյանքում հայը երկու բան բնավ չտեսավ։ Հայը մեկ բախտ չտեսավ, մեկ էլ հուսահատություն։ Դե հիմա ինչպես չափես, ինչպես հասկանաս հային։
Հայի չափը չափազանցն է։ Վերցնենք թեկուզ տաժանակիր աշխատանք կատարող հային։ Մեջքին մի սար բեռ ճքում է, մեջքը կոտրում, դու չես կարող հասկանալ այս հայը աշխատանք է կատարում, թե ինքնախորտակում։ Վրեժ ունի ինչ է ինքն իրենից հանելու, ում դեմ է այսքան զայրացել, որ ինքն իրեն է այսպես պատժում, բայց վերցրու այդ նույն հային տարտունը ծառա, երբեք քեզ չի ծառայի, երբեք։ Հային իր գործի տերն է ուզում լինել, այլ ոչ թե սրա նրա ծառան ու արդեն հայ նշանակում է տեր։ Հայն ատում է ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ամբողջ երկիրը լցրել է եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում այնտեղ աղոթելու։ Առօրյա աղոթքել հայը գրեթե չի անում, բայց այս չաղոթող ցեղի նարեկացու շուրթերից էր, որ թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված։ Հայը խոնար է ու դանդալոշ իր սասունցի դավթի նման, բայց անսպասելիորեն ըմբոստ ու հարվածող նրա պես։ Բայց հայը բարի է, դու նրան շոյիր ու անպայման կկողոպտես, թեև առհասարակ հայը ինքն է քեզ բարեկամ համարում, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ, ուր մի այլ ազգ կարող էր բոլորի սերն ու բարեկամությունը վայելել, հայը հնար է գտնում իր դեմ թշնամություն գտնելու, հայը տաղանդ է իր դեմ թշնամություն սերմանելու։ Հայը նախանձոտ է ուրիշի հաջողության մեջ ու եթե մեկի հետ գժտվեց, ողակալ է ինչպես ուխտ։ Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ, դա նրա կենսական պահանջն է, նրա անհրաժեշտությունը։ Հայն անկարգ է անիշխանական, թե պետության, թե հասարակության, թե գաղափարների մեջ, բայց որտեղ հեղափոխություն, այնտեղ առաջինը հայն է կանգնած։ Թեև իբրև հեղափոխական հայը ծայրահեղական է։ Կոտորածներից ամենազարհուրելին հայը տեսավ, բայց հայն էր, որ չխրատվեց, աչքը միշտ ուրիշի վրա էր։ Թուրքի մոտ էր, նայեց ռուսին, ռուսը եկավ, նայեց եվրոպացուն, եվրոպացին գալիս է, նայում է ռուսին, ռուսը գալիս է, չի ընդունում։ Դու չես կարող հասկանալ, այս հայը ուզում է պետություն ունենալ, թե չի ուզում։ Մի ձեռքով ճանկռելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքով հիմքից քանդում։ Ինչու է այդպես։ Ումից է դժգոհ։ Ինչու է բոլորից մեկուսանում, բոլորից առանձնանում, որպեսզի դյութի դավի վնասի ոչ, 1000 անգամ ոչ։ Ուզում եք իմանալ հայի ամենամեծ առաքինությունը, ամենաներողամիտ ցեղն է այս աշխարհում, ով էր ամենից շատ ուզում արդարացնել իրեն ջարդողներին, եթե ոչ հայը, ջարդիր ինձ ասում էր, ահա քո պատիժը եւ իմ վրեժը։ Ինձ թվում է հայի սրտի խորքում շատ խորը թաքնված վիրավորանք կա։ Դարերի խորքից եկած վիրավորանք, հազարամյակների վիրավորանք, արծվի վիրավորանք, որին ցած են նետել բարձր լեռներից, գցել ցեխի կեղտի մեջ ու թևերը կոտրել։ Ձեզ լինի ձեր ամբողջ ուրախությունը, ձեր երջանկությունը։ Եթե դուք սիրում եք կյանքը, ապա ես սիրում եմ կյանքից առավել թանկ մի բան։ Դարերով կորցրած իմ ազատությունը։ Հիմա դուք արդյոք ինչ-որ բան հասկացաք հայից։ Երևույթ։ Մենք Վարդանանց օրերից շատ հեռու ենք, բայց ոչ երբեք օտար։ Հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի։
Գիրնայրենի սիրիլ ուղինա